Ով է ասել, որ տարածքային պահանջ կա կողքի երկրներից, որ հայտարարությունը կոնկրետ դուք կբավարարեք։ Բայց եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը։ Բայց ով է ասում, որ պետք է շարունակվի ընդդիմությունից դա է մարդը։ Գրեթե բոլորը։ Չէ, դա քաղաքական գնահատական չի։ Այդ քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու։ Չէ, նկատում եմ վարչապետի պնդումը պատերազմի մասին քաղաքական գնահատականներ, ոչ մի ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը վերելու է պատերազմ։ Նոր բան Պապիկյան, տեսեք, այս օրերին ընտրություններին չնայած դեռ որոշակի ժամանակ արտված կա, բայց քաղաքական ուժերը, որոնք հիմնականում մասնակցելու են ընտրություններին, ներկայացնում են իրենց անվտանգային մոդելը, պատկերացումները, այդ թվում զինված ուժերի բանակի վերաբերյալ վերջերս ներկայացրեց նաև այդպիսին Սամվել Կարապետյանը, նրանց ձևավորած ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարում են մեծ թվով դրոնների ձեռքբերման մասին, ընդհանրապես ինչպես կարծակայք։ Դե դժվար է հիմա ասել Սամվել Կարապետյանը ինչ որ բան է հայտարարել։ Ես հիմա պիտի հասկանամ, մենք գործ ունենք արհեստական բանականության, թե իրական մարդու հետ, երբ իրական կլսենք նրան, գուցե այդ ժամանակ արձագանքեմ իրեն։ Բայց հաշվի առնելով, որ պրոցեսներ են տեղի ունենում եւ հասարակությունը այնուամենայնիվ նաեւ արհեստական բանականությանը առերեսվում է եւ գուցե պիտի լուրջ վերաբերվի, որովհետեւ մենք աշխատում ենք վիրտուալ մարդկանց հետ եւ ոչ իրական, բնականաբար պիտի վիրտուալ մարդկանց մասին խոսենք, հաշվի առնելով, որ երեք արդեն նրանք տեսանյութեր էին տարածում, որոնք մեղմ ասած հարիշ չէ ոչ քաղաքական ուժին եւ նաեւ կա խաղանների, չգիտեմ, այլ պատկերներով, ինչ որ արհեստական բանականությամբ ձևավորած ուժեղ մարդկանց կերպարով, ես ընդհանրապես կարող եմ ասել, որ այդ մարդիկ ուղղակի իրավունք չունեն խոսել անվտանգությունից, նույն Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելուց առաջ թող իրեն հաստա եւ հասարակությանը պարզաբանի, որ մի գերդաստան, մի ամբողջ գերդաստան չծառայած զավակներով, որդիներով, թոռներով։ Ես խոսում եմ կոնկրետ քաղաքական գործչի եւ նրա զավակների մասին։ Եվ մարդ, ով ունի մի գերդաստան, որոնց մի մասը չեն ծառայում, պիտի պարզաբանում տա եւ նոր խոսի անվտանգությունից։ Ես այլ բան իր իրեն չեմ։ Երբ կպարզաբանեն, ինչու չեն ծառայել։ Ինչու Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով, բայց մարդիկ փախած են, ձեր ցավը տանեն։ Հարցն է, որ այդ պարզաբանումը չի դրվել նաև։ Նարեկ Կարապետյանը այստեղ է, Նարեկ Կարապետյանը ես փախչող չեմ ասում։ Բայց ում ասում եք։ Նույն Սամվել Կարապետյանի տղաները ուր են եղել մինչև 27 տարի։ Ուրեմն բան նախարարի տեղեկություններ ունենք, դա օրինական թե անօրինական ճանապարհով բանակից ազատվել է։ Փաստ է եղել, որ այդ մարդիկ բանակից չեն ազատվել։ Այդ մարդիկ մինչև 27 տարեկանը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց չեն ծառայել Հայաստանի Հանրապետության։ Օգտվում են ինքուբար տալու։ Այ պարզապես ոչ մի ծրագրից չեն օգտվում։ Բայց այդպես շատերն են օգտվում։ Հազարավոր քաղաքացիներ հայտ չեն ներկայացնում քաղաքական եւ երկիրը ղեկավարելու հայտ չեն ներկայացնում։ Բայց եթե դա այդպես կարգավորում եք, բոլորի բանակից ազատվելու համար կան համապատասխան հիմքեր։ Հարցում արեք, բոլորին պատասխան։ Պապիկյան, դուք այս շրջանում արդյոք պաշտպանության նախարարությունը հաշվի առնելով Իրանի պատերազմի ռիսկերը գնահատել է, մեր անվտանգային իրավիճակը ինչպիսին է, պաշտպանությունը ինչ վիճակում է կամ ինչ ռիսկեր կան, եւ շատ տարօրինակ է, որ այդ պատերազմի օրերին դուք քարոզչություն եք անում պաշտպանության նախարարը, երբ որ մեր անմիջապես հարևանության սահմանին տեղ է ունենում պատերազմ, քարոզչություն է անում։ Համապատասխան գործառույթները չի անում։ Իսկ որն է համապատասխան գործառույթը։ Ձեր համապատասխան գործառույթները, որ հաշվարկեք ռիսկերը, պաշտպանությունը մեր ինչպիսին է։ Իսկ վստահ եք, որ դա չի հաշվարկվում։ Հայաստանի Հանրապետությունում կան մարմիններ, անվտանգության խորհուրդ, արտաքին հետախուզական ծառայություն, ազգային անվտանգության ծառայություն։ Եվ պաշտպանության նախարարություն։ Հա, պաշտպանության նախարարությունը կա, պաշտպանության նախարարությունը իր տեղում է, բոլոր ռիսկերը գնահատվում են։ Այսինքն դուք երբ որ գնում եք, ինչ մեսեջ է, տեսեք, պարոն Պապիկյան, դա շատ ուշագրավ մեսեջ է մեր Մեսեջը մեր հասարակությանը, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է։ Պարոն Պապիկյան, 2021 թվականից հետո որ ընդամենը 2 օր առաջ պաշտպանության նախարարի գլխավոր պատվիրակությունը գտնվում էր Իրանի Իսլամական
ժամանակ։ Պարոն նախարար 2021 Ես ձեր հարցին պատասխանել եմ։ Քանի որ հավելում եղավ դուք որ գնացել եք բան Պապիկյան Իրան, ինչ օրակարգով եք եւ արդյոք քննարկվել է Այնինչ հրապարակման ենթակա էր, հրապարակվել է։ Այնինչ հրապարակման ենթակա էր, հրապարակվել է։ Դուք արդեն տվել եք հարց, մեր պայմանավորվածությունը խնդրում եմ լրատվամիջոցով խնդրեմ։ Ես հարց չեմ։ Պարոն Պապիկյան, ես ցանկանայի վերջերս վարչապետը Սյունիքում կարծեմ հայտարարեց, որ զենքերը ցուցադրվելու են մեր վերջին տարիներին ձեռք բերված զենքերը կա որոշակի ժամկետների ցուցադրման երբ է նախատեսվում։ Եթե ասելա, ուրեմն ցուցադրվելու են։ Պաշտոնական հայտարարություն եւ տեղեկատվություն դրա մասին կտրվի։ Պարոն Պապիկյան, Խոսքը վերաբերում է հաշվետվությանը մեր հասարակությանը, թե 2022 թվականից հետո ինչ միջոցներ ենք ձեռք բերել։ Պարոն նախարար 2021 թվականից ի վեր Ադրբեջանը ասում է, որ Արցախը եղել է Ադրբեջանի տարածք, երբևէ Հայաստանին չի պատկանել, այսինքն դուք օկուպանտ եք եղել այդ տարածքում։ Ես ձեր հարցին չեմ պատասխանում։ Պարոն նախարար 2021-ից ի վեր Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքներում դիրք է կառուցել է։ Ոչ, չի կառուցել։ Այսինքն Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոչ մի դիրք չկա։ Ոչ, հերքում եմ, եւս մի անգամ հերքում եմ։ Այսինքն այն տարածքները, որ Ադրբեջանը օկուպացրել է։ Ես այլ բան չեմ ասում։ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել։ 21-ից ի վեր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, թե իր երկրի տարածքում Ադրբեջանը առհասարակ իր տարածքում կառուցել է, դուք եք կառուցել, որ օկուպացրել է 21-ից հետո որևէ հատվածում ինժեներական աշխատանք արել է Ադրբեջանը։ Ոչ, խոսքը դրա մասին չի։ Ես հետ եմ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ ձեր նշած անձնավորությունը պնդել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք է կառուցվել։ Ուրիշ բան եմ ես հարցնում։ Ես դա հերքել եմ, առհասարակ դուք հերքում եք Բան նախարար, նույնիսկ պարոն Թորոսյանի հրապարակած այդ քարտեզում խորհրդային թվականների էլի ստուգումները ցույց են տալիս, որ այդ ադրբեջանական դիրքի մի մասը Հայաստանի Հանրապետության տարածքում դա չի համապատասխանում իրականությանը։ Ես իդեպ ցավում եմ, որ ֆակտորը զբաղվում է նմանատիպ մանիպուլյացիայով։ Փաստերի ստուգում է արել հարտակի միջոցով եւ ներողություն մենք այդ պարոն Թորոսյանի հրապարակած խորհրդային տարիների քարտեզը եւ պլանետը համեմատել ենք իրար հետ եւ բայց դրա համեմատությունը ինչ կապ ունի իրականության հետ, հարգելիս։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը եւս մի անգամ հայտարարում է նման տեղեկատվությունը իրականության չի այլ հատվածներ եւս օկուպացրել է Ադրբեջանը։ Կուսակցությունների մաս կազմող լրագրողներին կամ քաղաքական դիրքորոշումների իսկ մյուս հատվածներում, ուրիշ հատվածներում եւս տարածքներ օկուպացրել է ադրբեջանական դիրքեր։ Կառավարության դիմաց ծնողները բողոքի ակցիային իրականացնում, նրանք պահանջում են, որ նույն տարեթվում ծնված երեխաները, ովքեր սովորել են նույն դասարանում, ծառային համապատասխանաբար 1.5 տարի ժամկետով նման քննարկումներ պատրաստում եք իրականացնել։ Ոչ, նման քննարկումներ չենք պատրաստում, որովհետև Պաշտպանության նախարարությունը օրենքը ընդունելիս հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով, ասելով, որ դրա տակ կան հաշվարկներ։ Այսինքն դա միայն բարի ցանկություններով չի։ Ես կուզեմ, որ բոլորը կարողանան ավելի շուտ վերադառնան իրենց տուն, շատ արձակուրդ գնան, բայց մեր երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս։ Պարոն նախարար, ինչ եք ասում Հայաստանի օկուպացված մյուս տարածքներում կան Ադրբեջանը տեղեկություններ կա, որ Սյունիքի Տավուշի դիրքերում դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշը հեռացվել է։ Ունեք նման տեղեկություններ։ Ով է դա ցույց տասել։ Գրել են Որ դրոշն է հեռացվել։ Հայաստանի Հանրապետության դրոշ։ Որտեղ է դրոշը եղել, որտեղ պիտի պարտադիր դրոշը։ Դիրքերում եղել են դրոշ, ասում են, որ Հայաստանի տարածքում դիրքերում չկա, բայց դիմացի Հարգելիներս, ես խնդրում եմ անհեթեթ մանիպուլյացիաներին տուրք մի տվեք։ Ուղղակի հորդորում եմ, որովհետև սա զգայուն թեմա է սահմանը, մեր հասարակությունը ձեզ լուրջ է վերաբերում, ու ձեր ցանկացած գրածին լուրջ է անցալում ձեր ցանկացած գրածը։ Մի արեք այնպես, որ մարդիկ հանիրավի անհանգստանան։ Չկա որևէ անհանգստության առիթ։ Միանշանակ չի։ Հայաստանի Հանրապետության տարածում եք, ասում են դա էլ է։ Պաշտպանության նախարարի տեսանյութեր հրապարակում։ Ես հրապարակում եմ այնպիսի տեսանյութեր, որոնց ստուգված են համապատասխան։ Ռիսկ չկա, որ դա